Ես կանես։ Պարոն ջան, մեր տեղեքից էլի բարձրացան կուզենամ հարցան։ Հեցա տաց Վարդան ջան, հեսա դու էլ կտաս հարցը, մետ ներկայացի ախտվել ես ու հարցը դու ցավը տալ։ Ամենայն հարգանքներով, պարոն Նաջարյան, Հովանես անունս, Եվրոպայից եմ։ Մի հարց կուզեի իմ համար ճշտելու եւ հայագիտական բաներով շատ խորացված է, լավ նյութեր է գցում, շատ լավ հայորդի է, պարոն Նաջարյան։ Դա իմ կողմից, հա, ծանոթացեք, ասա։ Հարցը զուտ կուզեի ճշտելու իմ համար եւ բոլորիս համար կապված այդ առի հետ։ Ես ուսումնասիրություններս ցույց տվեց, այդ պրոգրամ կա այսօրվա այս հեռախոսների մեջ, կռունկի համաստեղությունն է, պարոն Նաջարյան։ Ձեր ուսումնասիրություններն են բերում դրան, որովհետև նա ծագել է արևելքից, հենց նոր ես ստուգեցի 10500 տարի առաջ Քրիստոսից առաջ, որը մեր ժայռապատկերներն են այդ ժամանակներում։ Ընկեր Հովանես, ուրեմն եթե դուք համաստեղությունների պատկերը գիտեք, նրանց դիրքերը գիտեք, նրանց հերթականությունը գիտեք, ով ում կողքին է եւ այլն, չէ՞։ Էդարը մեր այբուբենի պատկերում է այդ նույն այդ ասածս օրինաչափություններով, պատկերում է երկիր մոլորակի հյուսային բևերի փոքր արջ համաստեղությունը եւ դա պատկերված է մեր այսօրվա Հայաստանի ջավախքից ով գա ջավախքեցի ուրեմն ջավախքի ախալքարակ քաղաքը են գիտեք որ մի հատ կոր ունի չէ բդույթ ունի այսպես կիսակլոր ներքևի մասը ուրեմն այդ կիսակլորի մեջտեղը ախալքարակ քաղաքն է ախալքարակը շրջապատող լեռները այդ էի կիսափոլորակն են են ձգվում է ախալքարակից մինչև Արագած լեր կան բազում լերներ կան այս տարածքում ինչ որ ներկայացրի բազում լերները էի այդ բոչիկն են որ գրում եք էի բոչիկը բազում լերներն են եւ էի գլխավոր այսինքն փոքր արջի գլխավոր աստղը Արագած լերն է եւ Արագածը երկիր մոլորակի վրա եղել է հյուսիսային բևերի աստղը ներկայացնող լեր մինչև բայթելը ջրերի ժամանակ առաջ եղել է միակագատ հասել ամենաբարձր լերն է եղել երկիր մոլորակի վրա մինչև ջրերը 38000 տարի առաջ եւ երբ որ բայցել քարակագատ է եղել ուրեմն դա ջրերի ժամանակվա բան է պատմություն է այդ ժամանակ մեր երկրի արևելյան կողմերը այսինքն Արագածից դեպի արևելք դեպի Արցախ մինչև Օվկիանոսով պատված է եղել մեր երկիրը այսինքն Կասիոպիա համաստեղությունը որ կա Կասիոպան եղել է այդ Օվկիանոսի անունով է կոչվել այսինքն Օվկիանոսը կոչվել է Կասիոպիայի անունով Կասիոպիան եզերել է Սևանա լճի արևելյան կողմի լեռները եւ այնտեղ եթե լավ նայեք ուրվագծերին այդ լեռների գտեսնեք որ Կասիոպյան բարգած է գլխին էլ հայկական թաղ է դրած գլխին թաղ նախշերով եւ այլն սրանք ներկայացված են լեռների ուրվագծերով ոտքի դագել ունի աթորակ ունի դրած դեպի Արցախ է
հասնում։ Ուրեմն ինչի համար ասեցի ես ամեն Այդ առի հետ կապված էր գալիս ամեն ինչը։ Են ուրեմն ունի իր դարածքը, իր շրջաբադի, այսինքն փոքր արջը որպես ունի իր գողքի լեռնաշղթաները, ամասեություններ են ներկայացնում, AIDS, այսինքն փոքր արջից դեպի արևելք գտնվում է Սեբեոսը, Ցեֆեի համասեությունը, որը ներկայացնում է, որի գլխավոր լերը Արա լերն է, Երանգունի է պատկերում Արայից մինչև Սևանալիչ, Ցեֆեի համասեությունն է, և Արա լերը ինչի համար է, ասենք սրբություն նաև Արարատի նման, Արաքածի նման, որովհետև երկիր մոլորակը ունի իր ցիկլերը, և այդ ցիկլերի ընթացքում փոքր արջի գլխավոր աստղը, որը արագածներն է ներկայացրել, փոխվում է պենդուլումի նման ժամացույցի պենդուլումը, որ այսպես գնում գալիս է, չէ, երկրի առանցքն էլ այդպես թեքվում է այս կողմ, թեքվում է այն կողմ, այս թեքությունների ժամանակ արագածը գործնում է իր ֆունկցիան որպես հյուսային աստղ ներկայացնող լեր և աջ կողմում դառնում է արալերն է ներկայացնում հյուսային բևերը, իսկ երբ որ թեպի ձախ է գնում պենդուլումի նման, այսինքն առանցքը երկիր մոլորակի այդ ժամանակ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Արջո հարիչ լերն է ներկայացնում հյուսային բևերի աստղը։ Եվ բադահական չէ, որ Սևանը Սևան է կոչվում, ոչ թե Գոկչա է, Սևան է կոչվում, որովհետև կապված է ոչ թե սև գույնի հետ, այլ seven բարի հետ, seven անգլերենի 7 բարի հետ, 7-ն N է, նույն փոքր արջ համասեությունն է, դրանից էլ հյուսիս ունենք սև ձով, որը սև գույնի հետ կապ չունի, նույնպես գոչվել է հյուսային, այսինքն բևերային ձով է գոչվել, սևեր բարը ռուսերեն մեր բևեր բարն է, Սեբեոսը, Սեբաստիան, Սևաստոպոլը բոլորն էլ հյուսային բևերի տարածքի ժողովուրդն են եղել, որոնք կախտել են այս կողմ և իրենց ինքնությունը հաստատելու համար պահպանել են այդ անունները, դեղանունները։ Սեբաստիա, Սևաստոպոլ, Սևեր, Սիբիր, Սևան, այո, այսքան։ Այնպես որ հեշ չի ես ամենը, այդպես մի հատ ժայռականթակ գտնեք և վերլուծում անեք, իհարկե հետաքրքիր է, բայց դեղորոշման խնդիր կա, ճիշտ դեղորոշման խնդիր կա, էլի, այդ ամեն ինչ։ Ճիշտ դեղորոշման, այո, սա իմ ուսումնասիրություններն են, որ կռունկի համաստեղությունը իր աստղերի դասավորությամբ ուղիղ պատկերում է մեր էտառը։ Փոքր արջը մի քիչ ծամածառություն կներեք, sense ուրիշ ձև է, բայց հենց կռունկը ինքը ուղիղ իր աստղերի դասավորությամբ մեր էտառն է, ես ինչի ասեցի ժայռապատկերներ, որովհետև ծրագրով տալիս է մեզնից 12500 տարի առաջ, որը մեր գիտնականներն էլ ասում են, մեր էտառը ժայռապատկերներում այդքան հին է։ Ովցի խոսում, միկրոֆոնը մի բացեք, ժողովուրդ ջան, հա փակում եմ, հա բացում եք ախպեր։ Պարոն Նաջարյան, թույլ կտակ, պարոն Նաջարյան։ Մեկ վարյան մեր ընկերոջը պատասխանեմ, էլի։ Լսենք։ 12000 դարվա մասին։ Ես խոսեցա ջրեի մասին, որը դեղի է ունեցել մեզանից 38000 տարի առաջ։
Մարդը արարվել է ջրերից 77,000 եւ մեր գույնի մաշկի գույն ունեցող մարդը արարվել է մեզանից ջրերից 77,000 տարի առաջ։ Մեզանից 115,000 տարի առաջ։ Այս գիտելիքները գոյություն ունեին ուրեմն 115,000 տարի առաջ։ Եթե դուք 10-12,000 եւ այդ շրջանակների մասին եք խոսում, դա շատ փոքր թիվ է կարծում եմ եւ մնացորդ է, այսպես ասած, ինչ որ գիտելիքների մնացորդներ են, որոնք ավանդվել են սագամնաձևով, պետք է ուշադրություն դարձնել դրանց իհարկե, բայց պետք է ճշգրտել ամեն ձևով։ Այո, Հասկացա, Վարդան ջան, ախպերս հաջորդական ասեն, հարց եք տալի, ախպեր, ես եմ Վարդանն է ուզում էր հարց տալ։ Ես շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։